Հեծը այսօր արձագանքել է 3 կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ինքը մասնակցել է Հոմպլեքս մոլի պաշտոնական բացման արարողությանը եւ այդ պահին հոսանքն անջատվել է։ Հոմպլեքս մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը Հեծի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս է, ասվում է Հեծի հայտարարության տեքստում։ Հոմպլեքսը սնուցումը ապահովում է 2 ուղղություններից, որոնցից ոչ մեկը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը չի պատկանում։ Մեկը պատկանում է Կարիտաս ընկերությանը, մյուսը պետական եկամուտների կոմիտեին։ Չնայած ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը, վթարի ընթացքում ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադներ, որոնք վերացրել են վթարը, ասված է Հեծի տարածած հայտարարությունում։ Իդեպ այսօր էլ իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, թե իբր Հեծը անջատել է մի շարք պետական կառույցների էլեկտրամատակարարումը։ Հեծից տեղեկացնում են, որ այսօր կեսօրից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հոսանքազրկվել է Երևանի մոտ 40%-ը, ինչպես նաև աշտարակի մի հատված։ Հոսանքազրկման պատճառը եղել է բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող Շահումյան 2 ենթակայանում գրանցված վթարը։ Այդ դեպքը նույնպես դուրս է Հեծի պատասխանատվության դաշտից, պարզաբանել է կառույցը։ Շատ փորձագետների կարծիքով Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցել է Հեծի հեղինակազրկմանը, որպեսզի հիմնավորի այն պետականացնելու վիճելի որոշումը։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ազգային ժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում է քննարկվելու էլեկտրամատակարար ընկերությունը պետականացնելու օրենսդրական նախաձեռնությունը։